Նախ առաջինը հայտարարում եմ այդ գործը ցանկացած դատականա արդեն իսկ հասկացելի է, ոչ միայն ապագայում, այլ այս պայծ սկսված։ Այդ մեկ, երկրորդը։ Դուք եղել եք և դուժող և դատավոր, միաժամանակ։ Դուք թաքցրել եք դուժողի կարգավիճակի կողմից, որը պարտավոր էիք ներկայացնել դուժողին և սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկի որոշում կայացնել, որը չեք արել։ Դուք հիմա կարող եք համարտարադատություն իրականացնել, համբերել։ Ես կարծում եմ, որ այդ փոքր գործը փակել եք տվել, զուտ նրանով, որ այս մեծ գործով հաշվի հարդար տեսնեք։ Եվ երկրորդը, արդեն անուշ տպավորություն է թողնում։ Դուք որպես դատավոր որպես դատավոր հաղորդում եք ներկայացնում։ Ձեր խոսքերի մեջ Մանուկյան, ուրեմն դատարանը նկատմամբ պարտավոր եք դրսևորել եւ Ցուցումները աշխատել։ Մանուկյան, դատարանը հայտարարում է նկատողություն։ Գնացել եք հաղորդում եք ներկայացնել։ Դուժողի կարգավիճակը որպես դուժող հարձակվել է։ Չեք առարկել դուժողի կարգավիճակի դեր։ Այսօր որպես դուժող եկել եք թաքցրել եք, որպես դուժող նստել եք, դատավարություն եք իրականացրել։ Դուք ձեր վարքագծով խեղաթյուրել եք իրականությունը։ Իսկ նախագահով դատավորի Մանի բացարկի հարց հայտարարում եմ նկատողություն։ Նկատողություն չի մարեք տալիս։ Ես առարկությունն եմ հայտնում, հարգելի դատար։ Առարկությունները Դե հայտնում եք դուժող եք եղել, դուժողի կարգավիճակի դեմ գործողություն չեք, առարկություն չեք արել։ Արել եք այն ժամանակ, երբ որ բացահայտվել այս դատական նիստերի դահլիճում, որ դուժողի կարգավիճակ ունեք, դրա հաջորդ օրը գնացել եք գինու ներկայացրել, որ չեք վիրավորվել։ Ես ձեզ նայում եմ որպես նորմալ իրավաբան, նորմալ դատավորը չեն կարող մի օր վիրավորվել, մի ամիս հետո գնար ասել չեմ վիրավորվել։ Այսինքն սա նշանակում է, որ ցուցում եք կատարում։ Ցուցումներ երբեք չեք կատարել, երբ որ մենք բացարկի միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ հակադի շահեր առաջացել մեղադրյալի եւ դատավորի միջեւ։ Դատավորը չի կարող միևնույն ժամանակ լինել եւ դուժող եւ դատավոր։ Դրա համար այդ նոր մի հատ բացարկ եմ ներկայացնում։ Մի հատ այս պահին նոր բացարկ առաջացել, դատավորի կողմից բացարկի ներշումը, այն հիմնավորումը, որ նա բացարկից հետո վերջարվել է դուժողի կարգավիճակից, իրավական առումով հիմնավոր չէ եւ խախտում է արդարադատականության եւ անաչարտացարանի իրավունք։ Ես հիմա նոր հանգամանքը հետեւյալն է։ Դատավորը չի լուծել բացարկի հարցը անհապաղ, որը դատավարական օրենսգրքի պահանջն է, իմպերատիվ, այն հետաձգել է մինչև այն պահը, երբ ինքը այլևս չունի դուժողի կարգավիճակ։ Այսինքն իր վարքագծով փոխել է փաստական իրավիճակը, որպեսզի կարողանա մերժել բացարկը։ Հենց այս հիմքով ես նոր բացարկի միջնորդությունը ներկայացնում դատարանին, որովհետև դատարանը իր վարքագծով իրավունք ունի շարունակել դատավարությունը։ Պարզ է ձեր կարծիքը։ Շնորհակալություն կարծիքներ նշանակության վերաբերյալ։